Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Այսօրվա թեման, որ քննարկման համար առանձնացրել ենք, վերաբերում է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին եւ տաղավարում սիրով հյուրընկալել ենք պատմական գիտությունների թեկնածու ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանին։ Շնորհակալություն, Տիկին Հայրապետյան։ Եթե փորձենք անդրադառնալ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկա առանձնահատկություններին, պայմանավորված Թրամփի ընտրությունից հետո սկսված քաղաքական գործընթացով, որը ավելի ակտիվացավ վերջին ամիսների ընթացքում, ստացավ TRIP անվանումը, եւ փորձենք ամփոփել կարճ Ամերիկայի փոխնախագահի տարածաշրջանային այցի ազդեցությունը Ադրբեջանի վրա եւ ընդհանուր հիմնական ուղղությունները Ադրբեջանի համար ադրբեջան-ամերիկյան հարաբերություններում։ Ես կուզեմ հիշեցնել, որ Ադրբեջանի նախագահը մինչև Թրամփի ընտրությունը, այսինքն երբ ամերիկյան նախընտրական քարոզարշավ էր ընթանում, արդեն իր աջակցություններ հայտնում Թրամփին, հավանաբար ստացել են ընդհանուր պատկերը եւ գիտերի զարգացումներ են տեղի ունենալու եւ ըստ էության իր քաղաքականության մեջ շարունակ փորձում է զուգահեռներ անցկացնել իր եւ Թրամփի միջև, օրինակ, չգիտեմ, ընտանիքի հանդեպ վերաբերմունքով, այդ պահպանողական հայացքներով եւ այլն, բայց իրականում, որ նայում ենք հետ Թրամփի ընտրությունից հետո եղած զարգացումները, ես կարող եմ ասել, որ իրապես Ադրբեջանի ղեկավարը Թրամփից զգուշանում եւ վախենում է, այսինքն ինքը հասկանում է, որ ի տարբերություն դեմոկրատների, որոնք շատ հաճախ գալիս էին, շատ լավ էին խոսում, երբեմն շատ դիպուկ էին խոսում, բայց դրանից հետո ոչ մի իրական քայլ եւ գործողություն չէր հաջորդում դրան, ի տարբերություն դրա Թրամփը ավելի վտանգավոր եւ անկանխատեսելի է տեսանկյունից, այսինքն եթե լինեն հարցեր, քննարկումներ եւ հստակ հարցեր դրվեն սեղանին, որը ադրբեջանական կողմը հրաժարվի իրագործել, ապա դա կարող է ունենալ իրապես հետևանքներ Ադրբեջանի համար։ Միևնույն ժամանակ ինքը փորձում է ինչ-որ բաներ շահել այս հարաբերություններից, ես վստահ եմ, որ ամեն դեպքում իր բոլոր խնդիրներով, թերություններով հանդերձ Ադրբեջանի շահերից TRIP-ը չէր բխում որպես այդպիսին, այսինքն Ամերիկայի այդպիսի միջնորդությունը եւ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ որոշակի դադար այս փուլում, բնականաբար Ադրբեջանի շահերից չէր բխում, որովհետեւ եթե հիշեք դրան նախորդող շրջանում, երբ հայկական կողմը համաձայնեց խաղաղության պայմանագրի բոլոր կետերին, հանկարծակի սկսվեց մի արշավ եւ շատերը այսօր մոռանում են դա ընդամենը 1 տարի առաջ էր, այսինքն փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանը անընդհատ ապատեղեկատվություն էր տարածում եւ ռիսկեր էր ստեղծում, ու այդ ամենը դադարեցվեց ամերիկյան միջնորդության միջոցով։ Եվ դրան հետևեց Ռուբիոյի հայտնի հայտարարությունը, որ ամերիկյան վարչակարգը աշխատում է Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան թույլ չտալու համար եւ դրանք ժամանակագրային առումով համատեղ։ Եվ իրականում շատ հետաքրքիր էր, չէ՞, որ հայկական կողմը համաձայնում է բոլոր կետերին, ասում է ստորագրենք ամեն ինչ լավ է, ու Ադրբեջանը սկսում է նման արշավ, որը գալիս է փաստելու, որ Ադրբեջանի խաղաղության պայմանագիր պետք չի որպես այդպեսին, եւ նույնիսկ Թրամփի միջնորդության պարագայում իրենք գնացին նախաստորագրման եւ ոչ թե ստորագրման։ Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանը նույնպես փորձում է այս իրավիճակում ժամանակ շահել կամ գոնե սպասել մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը եւ այս ընթացքում փորձել որոշակի օգուտներ ամեն դեպքում ստանալ։ Օգուտները այստեղ կարող են դիտվել հավանաբար ոչ միայն ուղղակի օգուտներ, ֆինանսատնտեսական հոսքեր, օժանդակություն, այլ նաեւ հարաբերությունների վատթարացումը կանխելը, ինչը կարող է օրինակ դիտել պատժամիջոցների համատեքստում եւ այս առումով ձեր տեսակետը 907-րդ բանաձև, Մագնիտսկու ակտ, որը այսօր եւ ոչ միայն այսօր վերջին տարիներին քննարկումների փուլում են ամերիկյան կոնգրեսում եւ նույնիսկ որոշ ժամանակ 907-րդ բանաձևը վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ ուժի մեջ է մտածել։ Դե իրականում հիշում եք, որ Ալիև-Թրամփ հանդիպման շրջանակներում այդ հարցը հնչել է, այսինքն ադրբեջանական կողմի համար դա կարևոր է եւ նույնիսկ Թրամփը փորձում էր կոնգրեսյանից խոստումներ տալ, որ դրա հետ կապված քայլեր կձեռնարկվեն, բայց կարծում եմ դուք ավելի լավ կիմանաք այդ ընթացակարգերը, դա բավականին բարդ գործընթաց է։ Վենսի այցի նախօրեին ադրբեջանական մեդիայի ընդհանուր մոնիթորինգը ցույց էր տալիս, որ դա նրանց համար կարևոր հարցերից մեկն է, բայց առնվազն համատեղ ասուլիսի ժամանակ ես ոչ չեմ մտաբերում, որ նման հարցի հետ կապված որևէ դիտարկում ունենային, այդպիսի բան չի եղել, այսինքն ամերիկյան կողմը փաստացի դա օրակարգի մեջ չի դարձրել։ Ինչ վերաբերում է տարբեր ոլորտներում համագործակցություններին, օրինակ մի հետաքրքիր բան կա, որը մեր դաշտից մի քիչ դուրս է մնում,
որովհետև առաջնահերթությունները մի քիչ այլ են, բայց օրինակ այդ հարցերից մեկը դա դատա կենտրոնների հիմնման գործընթացն է, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող աշխարհի համաշխարհային տրենդերը հասկացող մարդիկ հասկանում են, թե ինչպես է աշխարհը փոխվում, ինչ է տեղի ունենալու 10-20 տարի հետո, եւ հնարավորությունները, որ Հայաստանը կարող է իսկապես դառնալ այդ առումով կարևոր երկիր տարածաշրջանում, Ադրբեջանին մեծապես անհանգստացնում է, եւ եթե ուղղակի մոնիտոր անեք Ադրբեջանի ղեկավարի վերջին, պայմանական ասած 5-7 ելույթները, կապ չունի թե նա որտեղ է դա ասում, եվրոպական որևէ մայրաքաղաքում հանդիպումների ժամանակ Վենսի հետ նա խոսում է, որ Ադրբեջանը պետք է դառնա դատա կենտրոնների հիմնադրման հաբ տարածաշրջանում, դե այդպիսի հաբ դառնալու համար պետք է էժան էլեկտրաէներգիա, Ադրբեջանը փորձում է այդպիսի ներկայանալ, բայց իրականում չի կարող դա անել, որովհետև մենք ունենք ատոմական, մենք պետք է ձեռնարկենք այլ քայլեր այդ հնարավորությունների համար, բացի դրանից արդեն դրա մասին որոշակի պայմանավորվածություններ կան եւ կան հատկապես Ամերիկայում եւ Հայաստանում բավականին ակտիվ աշխատող IT մասնագետների եւ նաեւ այդ հարցում առաջնորդություն ցուցաբերած անձանց շնորհիվ, որոնցից մեկն էլ հենց Նուբար Աֆեյանն է, Միացյալ Նահանգներում, այսինքն ընդհանուր այդ դաշտը նպաստող է, որպեսզի Հայաստանը դառնա այդպեսին, իսկ դա Ադրբեջանը մեծապես անհանգստացնում է, եւ ասում ուղղակի հետևեք կտեսնեք, որ դա իրենց համար կարեւոր է եւ իրենք փորձում են այդ մրցավազքի մեջ մտնել Հայաստանի հետ այդ հարցում։ Այսինքն չեն ուզում ես համատեքստում իզոլացված մնալ գործընթացներից, այն քաղաքականությունը, որ իրենք տասնամյակներ շարունակ իրականացնում են Հայաստանի նկատմամբ, որ Հայաստանը կտրում էին տարածաշրջանային էներգետիկ հոսքերից, հիմա փորձում են թույլ չտալ, որ իրենք նույն վիճակում չհայտնվեն, այսինքն արդեն դատա կենտրոններից չկտրվեն, ժամանակակից ենթակառուցվածքներից էլեկտրաէներգիա։ Նշանակ, որովհետև ինչ որ պահից բահը ենթադրում շատ չի ուշանալու, թե ընդհանուր համաշխարհային զարգացումների համար 5-10 տարին շատ ժամանակ չի, այդ նույն նավթի դերը նշանակությունը փոքրանալու է եւ դա այնպես չի, ես չեմ ասում, որ ադրբեջանական նավթը վերջանալու է, թե ուղղակի այդ նշանակությունն է փոքրանալու, համաշխարհային միտումներն են փոխվելու եւ ովքեր որ կարողանան այնպիսի խելացի ուղեղային կենտրոններ ունենալ, որոնք կարողանան այդ ամբողջ տրենդները ուսումնասիրեն, հասկանան, քայլեր ձեռնարկեն այսօր, որպեսզի 10 տարի հետո շատ ավելի շահավետ վիճակում հայտնվեն, նրանք իհարկե շահած դուրս կգան։ Ադրբեջանը մի կողմից չի ուզենա իհարկե հայտնվել անկյունում այս տեսանկյունից, բայց մյուս կողմից Ադրբեջանը չի ուզում, որպեսզի Հայաստանը այդպեսին դառնա։ Այսինքն այստեղ կա պարզ հակառակորդի խանդը, այսպես ձևակերպեմ, որ ոչ մի լավ բան Հայաստանի համար, ոչ մի հնարավորություն Հայաստանի համար, այսինքն շատ հաճախ մեզ մոտ միգուցե դեռ կան մարդիկ, որոնք մտածում են, որ Ադրբեջանը բավարարվել է, ինչով ունի ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ վերահսկողության տակ է, հայեր չեն ապրում, Ալեոնից չէ երազի այսպիսի վերջաբանի մասի, եթե կարելի դա վերջաբան համարել, բայց այդքանով հանդերձ շարունակում է բավականին ակնհայտ թշնամական քաղաքականություն եւ դա ունի իր պատճառները իհարկե։ Թշնամական քաղաքականության տարբեր, այսպես ասած, դրսևորումներ կան, սկսած օկուպացիայից մեր սահմանային տարածքի վերջացած շրջափակում եւ շարքը կարելի է երկար շարունակել։ Բայց Ադրբեջանը առաջադրում է մի նախապայման խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ընդ որում սա անում է նաեւ ամերիկյան միջնորդության շրջանակում ըստ էության, խոսքը սահմանադրության փոփոխության մասին է, որպեսզի ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Մի նախապայման, որը անիրականանալի համարելու համար բավական հիմքեր կան, որտեղ այսօր Հայաստանի իշխանությունները դժվար թե կարողանան նման հասարակական մոբիլիզացիա ապահովել, քանի որ ընտրական օրենսգրքով գիտեք տարբեր են հանրաքվեի անցկացման մեխանիզմները, եւ ըստ էության Ադրբեջանը իր համար առաջ է քաշել գրեթե անիրականանալի կամ դժվար իրականանալի մի նախապայման։ Դրանից հետո չի բացառ, որ նորը կարող է առաջադրել։ Եվ եթե սա հանրագումարում ենք մեր խոսակցության հետ, ապա ստացվում է, որ Ադրբեջանը իսկապես խաղաղությունը Ադրբեջանի համար այս գործընթացում նպատակ չի։ Այս գործընթացում Ադրբեջանի նպատակը փաստորեն սեփական իզոլացումը կանխելն է, Ամերիկայի հետ հարաբերությունների վատթարացում թույլ չտալն է, պատժամիջոցներից խուսափելն է եւ գործընթացի շարունակականությունը ապահովել է, քանի որ գործընթացի մեջ Ադրբեջանը մաքսիմալ շահում է։ Եթե մենք վերադառնանք այն կետին, երբ սկսեց այս ընդհանուր խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունը, իսկ դա առաջին անգամ Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց 21 թվականի հունվարին, եթե չեմ սխալվում, մոտ 5 տարի առաջ, այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանը ուղղակի շահել է Հայաստանից միակողմանի զիջումներ։ Այսինքն գործընթացի մեջ ինքը քայքայել է քո իմունիտետը, քեզ չտալով դրա դիմաց ոչինչ, նույնիսկ մի ստորագրված թուղթ չի տալիս։
Եվ դեռ այն ժամանակ ես իմ կանխատեսումներում նշել էի մոտ 3-4 տարի առաջ, որ Ադրբեջանը չի գնալու թղթի ստորագրման, որովհետև ես տեսնում էի, թե Ադրբեջանը ինչքան բան է շահում գործընթացի շրջանակներում, եթե ինքը տեսներ, որ ինքը գործընթացի մեջ որևէ բան չի կարող շահել եւ միայն այդ թղթի ստորագրմամբ կարող է շահել, միգուցե այլ ձևով դասավորվեին հարաբերությունները։ Բայց ընդհանուր առմամբ հասկանում որ գործընթացի շարունակականությունը բխում է շահերից, այդ գործընթացի մեջ ինքը քայքայում է մեր պետությունը, մեր դիմագրավելու իմունիտետը, մեր հնարավորությունները, դուք ասացիք միգուցե նոր նախապայմաններ առաջ քաշի, ես ուզում եմ այդ առումով հիշեցնել անցած տարվա վերջին Բայրամովի ամփոփիչ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի ամփոփիչ ասուլիսը, որտեղ նա ասաց, որ միջև TRIP-ի կամ Զանգեզուրի միջանցքի ինչ կոչում են իրենք, վտանգավոր անհասկանալի անունով, վերցնելով հայկական անունը, ավարտին չհասցվի, որը պայմանագիր չի կարող ստորագրվել։ Այսինքն ակնարկները արդեն որ կարող են այլ պայմաններ, նախապայմաններ ավելացվել կան, եւ ես ուզում եմ հիշեցնել, որ օգոստոսի 8-ին երբ նախաստորագրվեց, Ալիևը դրանից անմիջապես հետո դուրս եկավ եւ իր հարցազրույցում ասաց հիմա արդեն հայերը բարթավորվել են Դոնալդ Թրամփի մոտ սահմանադրություն փոխել, այսինքն այդ միջնորդությունը փորձում է օգտագործել որպես ճնշման գործիք։ Ես իհարկե Ես եւ դուք կապ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը անելու է, նա արդեն ստանձնել է պարտավորությունը, ընդ որում ինչքան էլ փորձեն կոծկեն, սվաղեն, գաճեն այդ ամբողջ գործընթացը 2018-19 թվերին ես եմ եղել այդ խմբակցությունում, այնտեղ երբ կար սահմանադրության փոփոխության մասին խոսակցություն, դա բոլորովին այլ բանի մասին էր, դա սուպերվարչապետական համակարգը վերացնելու, դա այդ checks and balances ոնց որ փոխզսման եւ հակակշռման շնորհակալություն այդ մեխանիզմների հետ կապված ավելի ժողովրդավար եւ ավելի ինստիտուցիոնալ պետության կառուցման մասներ հիմա խոսքը անկախության հռչակագրից փաստացի հրաժարվելու հողումը սահմանադրությունից հանելու եւ դրա հետ կապված այսինքն Ալիևի այդ սահմանադրությունը Ալիևի սահմանադրությունն է կամ ռեֆերենդումը Ալիևի ռեֆերենդումն է, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անել եւ առաջիկայում էլ պատրաստվում է առաջ քաշել, ընդ որում ասեմ, որ այդպիսի խոսակցություններ կան, չգիտեմ որքանով են դրանք հավաստի, ամեն դեպքում այդպիսի տարբերակներ դիտարկվում են, որ եթե Ալիևը տեսնի, որ իր մարդ ընտրություններում, իսկ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է, մեր ընտրություններում չի անցնելու կամ չի հաղթելու, ապա կարող է դիտարկել, որ օրինակ ապրիլի վերջ մայիսի ընտրությունների նախորդին ստորագրի, բայց հստակ կետով, որ Հայաստանը պարտավորվում է սահմանադրություն փոխել։ Իսկ սա նշանակում է ուղիղ ռումբ դնել Հայաստանի պետականության հիմքում, որովհետև Գրավացի եք ոչինչ այսօր չի երաշխավորում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել Հայաստանում եւ այդ մեծամասնությունը հավաքել, դա նշանակում է, որ ինչ եթե սահմանադրությունը չանցնի կամ ոչ քվեարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ քվեարկեն, այսինքն Ադրբեջանը կարող է ասում լեգիտիմ իրավունքսանալ պատերազմական գործողություն։ Ուզում եմ ասեմ, դա ինքնին արդեն լրջագույն պրոբլեմ է ու հույս ունեմ գոնե այդ վերջին հատուցությունը Նիկոլ Փաշինյանը եւ ժողովրդավարական գործընթացները միջազգային պայմանագրով կաշկանդելու փորձ, որը աբսուրդ է, եթե փորձենք օրինակ դա դիտարկել 1967 թվականի Վիեննայի կոնվենցիայի շրջանակում միջազգային իրավունք, պայմանագրերի իրավունքի մասին։ Նշանակ, բացի դրանից այդտեղ կա մեկ այլ անհեթեթ իրողություն, դա Ադրբեջանում ընթացող քննարկումներն ու խոսույթներն են, այսինքն իրենք մեզ ասում են, տեսեք, մենք ձեր սահմանադրության մեջ կետ ենք գտել, որ մեր կարծիքով տարածքային պահանջը, բայց իրենք այսօր ամբողջ պետական ռեսուրսներով մեր քարտեզը դնում պատկերում են, որպես հին ադրբեջանական հողում այնտեղ խնդիր չունենք, այսինքն մենք չենք ասում, բայց այսօր դու այսօր մի ամբողջ սերունդ ես կրթում, ես շարունակ դա կրկնում եմ, ուզում եմ շատ մարտալասի։ Ադրբեջանական 5-րդ դասարի դասագիր, պատմության դասագիր, առաջին անգամ ադրբեջանցի երեխան պատմություն է անցնում այդ դասարանում ու բացում կարդում է հայկական ԽՍՀ-ն կառուցվել է հին ադրբեջանական հողերի վրա։ Սա բառացի մեջ բերում է այդ դասագրքից, ես այդ դասագրքերը ուսումնասիրել եմ ու այդ դասագրքերը վերափոխվել են, չեմ ասում նախորդ բովանդակություն բավական հայտացել, բայց դրանք այս դրույթները հայկական տարածքների նկատմամբ ակնհայտ զավթողական դրույթները ավելացվել են 20 թվականի պատերազմից հետո, սա շատ կարևոր է ու այս մի ամբողջ սերունդը մեծանում է, դու տեղ խնդիր չունես, բայց ասում ես, գիտես, սահմանադրությունը պետք է փոխվի, օրինք ինչ-որ պայմանագիր ստորագրվի։ Այսինքն ինքնին գործընթացը բավականին վտանգավոր ու ֆարսային է եւ տանում է բավականին իմ կարծիքով վտանգավոր տեղ, երբ Ադրբեջանը դու հնարավորություն ես տալի ասելու, որ գիտես հայ ժողովուրդը չի ուզում խաղաղություն, մի իրավիճակում, երբ պետության ղեկավարը մի ղեկավար է, որը պարգևատրում է քնած հայկացնահարողին, ընդ որում այդ դեպքերից 22 տարի անց անգամ։ Եվ
Խնդիրներ պարունակվում են նաև Ադրբեջանի սահմանադրությունը, եթե չեմ սխալվում։ Հայկական կողմն էլ այս հարցը չի բարձրաձայնում։ Ինչ որ բահերի փորձում էր Նիկոլ Փաշինյանը, հետո հրաժարվեց, հասկացավ, որ դա իր բանը չի, Ադրբեջանին հերթական սրճախմությունից հետո հասկացավ, որ Ադրբեջանին հակաճառելը իր բանը չի եւ ավելի լավ է ուղղակի լուր գլխով անի գա, ինչպես ադրբեջանական մամուլն է շատ հաճախ տենց գրում, ճիշտ է, շատ չեմ ուզում այդ բանը օգտագործել, բայց իրականում գրում են, որ Նիկոլ Փաշինյանը տնային աշխատանք ունի, վերադառնում է Հայաստան, անում է եւ ցավալիորեն իրողությունները դա ցույց տալիս է շատ վաղ կլինի որ դա այդպես չլիներ, բայց դա այդպես է։ Տեսեք, Հայաստանում խոսեցինք թե Ադրբեջանի առաջնահերթությունները ինչն են ամերիկյան այս միջնորդության շրջանակում եւ Ամերիկայի հարաբերությունների եւ տպավորությունը որ Հայաստանի Հանրապետությունը չի ձեռնարկում գործողություններ խափանելու համար Ադրբեջանի արտաքին հարաբերությունների որոշակի առաջնահերթություններ այլ պետությունների հարաբերություն օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ հայկական ներգրավում այս միջնորդական գործընթացում հայկական նարատիվները Հայաստանի իշխանությունների խոսքը Ադրբեջանի հնարավորություն են տալիս սպասարկելու իր առաջնահերթությունները։ Դե եթե տեսնենք որ ներկայիս կառավարության ամբողջ տրամաբանությունը փոխվել է, այսինքն իրենք Ադրբեջան փաստացի հակառակորդ պետություն չեն համարում։ Իրենք Ադրբեջանի գործողությունների մեջ ճշնամակ չեն ուզում տեսնել, ամբողջ խնդիրը տեսնում են Ռուսաստանի մեջ եւ Ադրբեջանն ու Թուրքիան մաքրվում են իրենց գործած բոլոր հանցանքներից այդ տեսանկյունից, ինչի պետք է հակազդել մեկին ու դու հակառակորդ չես տեսնում, բայց առհասարակ իրականում շատ անտրամաբանական է, որ այս իշխանությունները կարող են խոսել խաղաղությունից մի իրավիճակում եւ մենք դեռ ունենք մեր հայրենակիցները Բաքվի բանդերում են եւ անցնում են ապօրինի, ֆարսային դատավարություն կոչվող գործընթացների միջով։ Ոչ մեկ դրա հետ կապված ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այսինքն, եթե դու գնում ես նախաստորագրում ես մի պայմանագիր, որտեղ դու պատրաստ ես միջազգային իրավական հայցերից հետ քաշվել, իսկ դուք միջազգային իրավունքը գիտեք եւ գիտեք դա ինչ նշանակություն ունի, բայց դու թույլ ես տալի, որ Ադրբեջանը իր ներքին գործընթացներով քո հայրենակիցներին դատի, եթե այդքան ասում եմ փաստական ապացույց կա, ավելի լավ չի Ադրբեջանը գնա այնտեղ ինչ-որ բան փորձի ապացուցել միջազգային հարթակներում, բայց ինքը ոչինչ չունի այնտեղ ապացուցելու, ոչ մի փաստ չունի այդ առումով, բայց ներքին գործընթացներով, իսկ այդ գործընթացները բացի կոնկրետ այդ անձանց դեմ ուղղված լինելուց, նաև Հայաստանի Հանրապետության դեմ են ուղղված, անվտանգային առումով, արժանապատվության առումով, պետության արժանապատվության առումով, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այդ անձնագիրն են գրում, եւ այդ մարդիկ այսօր Ադրբեջանի ղեկավարի կողմից կարող են անգամ ֆրանսիական թերթին կամ Ֆրանս 24-ի ռուսանկարության տված հարցազրույցում կոչվում նացիստ։ Իսկ դա շատ լուրջ մեղադրանք է։ Եվ ասում եմ կրկին ոչ մի պատասխանատվություն դրա համար, ոչ մի պատասխան դրա համար, իհարկե հայկական կողմը սիրում է այդպես իմիտացնել, որ մենք տակից մի բան ենք անում, ոչ մեկը չենք տեսնում, բայց այդ տակից արած գործընթացը լավագույնը, որ իրենք անում են, դա սիրիացի վարձկանների հանձնում է տակից հանձնել է Ֆիդանին, այս են կարողացել անեն, այսինքն երբևէ դեռ չի եղել, որ հայկական կողմը կարողանա հասնել, եթե ես սխալվում եմ իջեցրեք, բայց ես չեմ հիշում դեպք, որ ուղղակի գերիների վերադարձի հասնի հայկական կողմը առանց որևէ վիճակի։ Իսկ դա պետք է լիներ խաղաղության գործընթացը, դրա մասին պետք է լիներ առաջնահերթ։ Ընդ որում Ադրբեջանը շարունակում է պայքարը հայկականության դեմ, ոչ միայն ներսում, այլ նաև դրսում այսօր։ Եվ հիմա ճիշտ է մի քիչ տեղվայր թեմայի շեղում ենք, բայց հպացիկ անդրադառնանք, որ Եվրոպական միության European Gateway ծրագրով նախատեսված սև ծովյան էլեկտրական այդ գերհզոր մալուխի ծրագրից Հայաստանը դուրս է մնում, դեռևս դուրս է մնում Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի շնորհիվ, Ադրբեջանի աշխատանքի արդյունքում դիվանագիտական դեմարշը նույնիսկ Հայաստանի նկատմամբ Հայաստան հնարավորինս իզոլացված պահելու դեռևս շարունակվում է, այսինքն Ադրբեջանի քաղաքականության մեջ մեր նկատմամբ վերաբերմունքի մեջ փոխվել է միայն գործիքներն ժամանակավոր, բայց ոչ նպատակադրումներն ու ռազմավարական հեռանկարները։ Տեսեք, շատ հետաքրքիր է այդ ֆենոմենը, երբ ես տեսնում եմ, դեսալի բավականին երկար եմ հետևում, երբ ես տեսնում եմ, թե ինչպես է նա խաղաղություն ասելով իրականում զավթողական հայցակարգեր մշակում Հայաստանի դեմ, իրականում անում շատ հստակ ու վտանգավոր թշնամական քայլեր, դուք խոսեցիք Բրյուսելից եւ ընդհանուր այդ որտեղ գրված քաղաքականությունից, մենք հակապ հիշում ենք հենց
Ադրբեջանի դեսպանի պահվածքը Բրյուսելում մեր դեսպանի նկատմամբ, այսինքն չի կարող նորմալ լինել, որևէ առումով չի կարող նորմալ լինել, եւ այդ ամբողջը կոծկվում է, անցնում է, գնում է, հետո սկսում են ինչ-որ մեկ խաղաղություն եւ այլն, Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասում, ողջունում ենք, բոլորը ողջունում են, շատ լավ են անում, որ ողջունում են։ Ինքնին խաղաղության գործընթացը դա դրական գործընթաց է եւ որևէ մեկը չի կարող դրան բացասական նայել եւ ես կարծում եմ մեր հանրությունը միշտ է միտված եղել խաղաղության չեմ հիշում դեպք, որ մարդիկ նստեին, ասեին խաղաղություն չենք ուզում, բայց բան չի եղել։ Məsələn, միայն խաղաղությունը լի մնացածը կանենք։ Բայց այսքան պատերազմներից ու կորուստներից հետո խոսել խաղաղությունից մի իրավիճակում, երբ դու ունես օկուպացված տարածքներ, երբ դու ունես գերիներ այնտեղ, երբ դու ունես Ադրբեջանում սերունդ մեծացող, որը մտածում է, որ քո երկիրը իր պատմական հողն է, ընդ որում դա անում է առանց որևէ պատմական փաստի։ Ես նույնիսկ առիթ ունեցել եմ տարբեր իհարկե ոչ Հայաստանում, բայց տարբեր տեղեր հանդիպել եվրոպական մայրաքաղաքներում ադրբեջանցի փորձագետների հետ, միշտ ասում եմ, լավ, ուրիշ բան չէ, ինձ մի հատ քարտեզ բերեք, որտեղ այս տարածքը երբևէ արևմտյան Ադրբեջան է կոչվել։ Որտեղից է այդ։ Ոնց եք դուք տենց նստում մտածում եք, որ տենց պիտի ասեք, այսինքն չես կարող մի բան ասես առանց որևէ հենքի։ Ու երբ նույնիսկ մեր ղեկավարությունը փորձում է զուգահեռացնել Արցախի ու այդ կոնցեպտի միջև, դեռ մի բան, որ դա շատ տանգավոր է, դա փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի զրոյից ստեղծված ավտոական հայեցակարգը։ Եվ չհասկանալ դա, չգիտակցել դա, օրինակ մեր հանրային դաշտում նույնիսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ շատ հաճախ ասում են ադրբեջանցիների վերադարձ, այդ տերմին են օգտագործում։ Ես ասում եմ, պետք է շատ հստակ հասկանալ, եթե Ադրբեջանը ասար, գիտեք, խորհրդային Հայաստանում ապրել են հայեր։ Ես չեմ կարող ասել ոչ չի եղել, դուք չեք ասել ոչ չի եղել։ Չգիտեմ, 89 թվականի մարտահամարի տվյալներով կարծեմ մոտ 80,000 ադրբեջանցի ապրել, խորհրդային Հայաստանում ապրեն ադրբեջանցիներ կներեք։ Ասենք հա, այս 89-ը մարը եղել է, բայց ինչ ասում, ասում այդ տարածքը իմն է։ Դուք ինձ ցեղասպանել եք, քշել եք, եկել եք, նստել եք իմ տարածքում։ Այստեղ արդեն դիսկուրսը բոլորովին այլ մակարդակի վրա է։ Այստեղ նրա մասին չի, որ այստեղ խորհրդային Հայաստանում եղել են ադրբեջանցիներ, խորհրդային Ադրբեջանում ապրել է 500,000-ից ավել հայ, որոնք ենթարկվել են պոգրոմների, փաստացի ցեղասպանական գործողություններ եւ ուղղակի մազապուրց փախել են։ Այդ ամբողջ հակամարտության թրիգերը, այսպես ասած, եղավ Սումգայիթի դեպքերը։ Ընդ որում շուտով այդ դեպքերի տարելիցն է։ Այսինքն այդ ամբողջը մի կողմ դնել, կարող ենք մի կողմ դնել, բայց երբ որ Ադրբեջանը այդ ամբողջը բավարար չի մի կողմ է դնում, դեռ մի բան էլ փոխում է ու քեզ ստորցում է ներկայացնել որպես ցեղասպան ու իր պատմական տարածքների օկուպանտ, այստեղ դու բոլորովին այլ մակարդակի ու խոսակցության հետ գործ ունես ու դա չես կարող չգիտակցել, որտեղ դա Ալիևը չի, որ այսօր ուզում է այդպես ասել, ասում է, կամ որ շատերը ասում են դե հաղթած է, ինչ ուզում ասում է։ Ճիշտ տրամաբանություն է։ Այսինքն հաղթածը պիտի տենց մեր վրով մի 50 անգամ գնա, որ մենք ասենք խաղացում եկել գնացել։ Այդ տրամաբանությունը ես չեմ հասկանում։ Էլի, այո, ես հասկանում եմ, որ հայկական կողմը բազմաթիվ խնդիրներ ունի 20 թվականից հետո ոչ մեկը չի ժխտում, բայց այդքանով հանդերձ այսօր հայկական կողմ ունենալով նույն Միացյալ Նահանգների միջնորդությունը, այսքան ամսվա մեջ օգոստոսի 8-ից քանի ամս անց է, չի կարողանում հասնել բոլոր գերիների անհապաղ վերադարձի։ Տարածքների դեօկուպացիա։ Տարածքների դեօկուպացիա դեռ չեմ խոսում։ Նույնիսկ սահմանազատման, դավիա դեռ չեմ կամ սահմանագծման գոնե գործընթացի։ Հայաստան չի կարողանում հասնել նրան, որ Թրամփի անվան ուղին Ադրբեջանը չկոչի Զանգեզուրի միջանցք։ Դարձով կարող ենք անել։ Լավ, մենք խոսեցինք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հնարավորություններ է տալիս Ադրբեջանին կամ գոնե չի փորձում խնդիրներ ստեղծել իր քաղաքական օրակարգերի սպասարկման համար, ոչ միայն մեր հետ հարաբերություններում, այլ գործընկերների։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետությունը ձեզ ինչ պիտի անի ամերիկյան ներկա միջնորդության գործընթացում։ Ռիսկեր հնարավորինս նվազեցնելու Ադրբեջանի համար գործունեության մանևրելու ավելի նեղ պայմաններ ստեղծելու համար։ Տեսեք, ես իրապես կարծում եմ, որ դուք գիտեք քաղաքականության մեջ, քաղաքականությունը շոուի բաղադրիչը դա պարտադիր է։ Իսկական քաղաքական գործիչները ինչ որ աղմոր շոու են նրանց ավակ կամ։ Կներեք, դա ակադեմիական գրականության մեջ կարելի է կոչել միկրո եւ մակրո մակարդակի քաղաքական գործընթացներ։ Եկեք այդպես կոչենք։ Ընդհանուր ոչ մեկ չի կարող մտնել քաղաքականություն ու ստանձնել առաջնորդության պատասխանատվություն եւ ինչ որ առումով շոու չանել։ Բայց այդքանով հանդերձ շատ կարեւոր է թե դու ինչ բովանդակություն ես դնում այդ ամենի մեջ, շոու, բայց դու ինչ բովանդակություն ես դնում։ Տեսեք, ամերիկյան քաղաքականությունը ինքը շատ տեղերում այդ շոու էլեմենտը կա տարբեր
տարբեր հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ բավականին կոնտենտային երևույթներ էլ կան, որոնք աշխարհակարգեր են փլում, որոնք նոր ինչ-որ քննարկումներ են առաջ բերում, այսինքն այդ էլեմենտներն էլ կան, այսօր Միացյալ Նահանգները այնպիսի գործողություն է անում, որ 10 տարի առաջ չես պատկերացնի, որ պետությունը կարող է մտնել այլ պետություն, նախագահին առևանգել ու գնալ ասել վերջացավ կինոն։ Դե հիմա արդեն մի քիչ այլ որակի քննարկում է, տենց այդ նորմալ չի, բնականաբար նորմալ չի, բայց նաև այն ինչ տեղի ունեցավ արաբական կառնաժամանակ, դա էլ նորմալ չէ։ Այսինքն տարբեր վարչակարգերը տարբեր մոտեցումներ ունեն։ Այդքանով հանդերձ ասում եմ, կարևորը բովանդակությունն է։ Հիմա դու գնում ես խաղաղության խորհրդի Անդրանիկ նիստին, ասում ես երկուսը ընկերացել են, ձեռք սեղմեք, ձեռք է սեղմում, բայց այդքանով հանդերձ դու այդ նիստից դուրս, ներս, առաջ, հետո ունենում ես քննարկումներ։ Ու դու ասում ես Թրամփ ջան կոչալներ տանեմ, ձեռնել սխմեմ, պաչիկով էլ բարև ենք կներեք այս սարկազմի համար, բայց այդ մարդը ապահում եմ հայրենակիցների ու նորմալ չի, որ ես ամեն անգամ հետ եմ գնում, ու ասում եմ խաղաղությունը ավելի աճեց այս ընթացքում, ինձ ասում եմ բան գերիները։ Արին այս անենք մի ամսվա մեջ այդ մարդիկ տանելն է, ես էլ մի քիչ լեզուս երկարի, ու բոլորը ասում են նախընտրական նվերներ Նիկոլ Փաշինյանի, ասում եմ, ես երազում եմ, որ Իլհամ Ալիևը այդ նախընտրական նվերը անի Նիկոլ Փաշինյանի, որովհետև դա ազգային անվտանգության ու արժանապատվության հարց է։ Թողանի, ես շատ ուրախ կլինեմ։ Բայց Ալիևը դա չի անում Նիկոլ Փաշինյանի համար։ Առնվազն այս փուլում նման բան չկա։ Ընդ որում գերիների հարցի մասին խոսեցին, գերիների մասով Հայաստանը չի ձեռնարկում գործողություններ, որ կարող է ձեռնարկել։ Մասնավորապես ընդ որում կոնվենցիոն հիմքի վրա գործողություններ, օրինակ դիվանագիտական հարաբերությունների մասին, հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի զույգ կոնվենցիաները հնարավորություն տալիս են որևէ երրորդ կողմից դիվանագիտական կամ հյուպատոսական պաշտպանություն խնդրել հայ գերիների համար, ընդ որում արդեն գաղտնիք չէ, որ Շվեյցարիան նման պատրաստակամություն հայտնել եւ սպասում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիմումին, կարող Շվեյցարիան չլիներ այլ պետություն լիներ։ Այսինքն կան գործողություններ, որ Հայաստանը չի ձեռնարկել ըստ ամենայնի Ադրբեջանին ավելի չջղայնացնելու համար, հույս ունենալով որ կարող են գերիները ազատ արձակվել ընդհանրապես, բայց գործընթացը տեղից ըստ էության չի շարժվում։ Տեսեք, ներկայիս ղեկավարության կարևորագույն սխալներից մեկը ժամանակին Ադրբեջանին միգուցե թերագնահատելն էր ու հետո գերագնահատելն է։ Այսինքն ճիշտ կերպով չպատկերացնել դու ում հետ գործ ունես։ Երբ որ վախը դառնում է դոմինանտ, իսկ պատերազմից վախենալը դա նորմալ է։ Բոլոր նորմալ մարդիկ կվախենան ու կզգուշանան պատերազմությունները։ Այո, բայց միևնույն ժամանակ վախի հիման վրա կայացված որոշումները չեն կարող լավը լինել։ Նույնիսկ մարդկային շատ անձնական առումով, եթե մարդը իր կյանքը կառուցում է վախերի հիման վրա, ինքը ոչ միտեղ չի հասնելու իր կյանքում։ Նույնը պետությունների համար։ Այսինքն դու պետք է զգուշանաս, դու պետք է ռացիոնալ հաշվարկներ անես, բայց ամբողջը կառուցել վախի վրա, որ վայ ես անեմ, սենց կլինի, վայ են անեմ, այն կլինի։ Եթե դու վերադառնանք նախորդ հարաբերություններին, երբ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները միջնորդ չկար։ Ես ինքս այն ժամանակ քննադատել եմ, ասել եմ, սա պրոբլեմ է, միջնորդի բացակայությունը պրոբլեմ է։ Հիմա դու ունես միջնորդ, ու բավական ծանրակշիռ միջնորդ։ Ինչի դու դրանից չես օգտվում, ես էլ չեմ հասկանում։ Ինչի ես դու մսխում ժամանակը, ինչի ես դու ամբողջ հանրային դաշտը լցնում անհասկանալի վտանգավոր օրակարգերով։ Ինչու չկա քննարկում հզորացման մասին։ Ու թեև առաջիկայում այդ խոսակցությունը կա հանրային, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջին հանրապետության հիմնադրման օրը շքերթ անել, հավանաբար տեղյակ եք։ Մայիսի 28-ին նա նախատեսում է շքերթ անել։ Ինձ համար դա շատ ֆենոմենալ երևույթ է, դեռ մի կողմ եմ թողում խաղաղության խոսակցությունը, ինչու է նա ուզում շքերթ անել, առհասարակ զենքերի ցուցադրությունը։ Այդ կա, բայց զենքերի ցուցադրությունը դա ուժի ցուցադրություն է, չէ՞։ Իսկ ինչի է նա ուզում ուժ ցուցադրել, որովհետև նա գիտի, որ հանրությունը չի հավատում խաղաղությանը։ Նա հստակ դա գիտի։ Երևի, չգիտեմ, ինքը հավատում է, չի հավատում, միգուցե իրենք իրենց փուչքի մեջ մի քիչ երկար են մնացել, հավատացել են։ Բայց եթե ինքը չափումներ ունի ու ինքը տեսնում որ հանրությունը ուժ է ուզում ընտրություններից առաջ այդքան խաղաղության մասին ավելի ամրապնդվեց, մի քիչ էլ ամրապնդվեց, վերջնական ամրապնդվեց, ամրապնդվել ու դրանից հետո ասում է ես շքերթ եմ անում, չէ՞ շքերթ եմ։ Ու ես ինչ ուզում ցույց տաս։ Ինչ ես գնում, ինչ է այդքան մարդկանց քննադատեցիք, դիրքեր են նկարում, չեք գնում դիրքեր նկարում։ Ինչի համար է այդ շոուն։ Ընդ որում զարմանալին Ադրբեջանի արձագանքը բավական մեղմ է կամ չկա, չէ՞ վերջին շրջանում։ Չկա, որովհետև երբ որ ասում են նախընտրական նվեր, ես իմ եթերներից մեկում եմ ասել, այ դա է նախընտրական նվեր, որ թույլ են տալիս, որ այդ դիրքերը ցույց տան, որովհետև կներեք, որովհետև ժամանակակից պատերազմների մասնակից չեմ ես, բայց մի քիչ կարդացել եմ
Ժամանակակից պատերազմների մասնակիցները գիտեն, որ դրանով չի հարցը լուծվելու։ Թեկուզ դիրքերը, այո, սիրուն են, լավ են, շատ լավ է, որ զինվորները դիրքերում են մնում, բայց դա չի նշանակում, որ դու պատրաստ ես գալու պատերազմին։ Որը նաև պահանջում է պահանջելու է կամ ենթադրում որ կպահանջի դիվանագիտական քաղաքական աշխատանք։ Եվ ամենակարևորը հասարակության հետ աշխատանք, բարոյական եւ ընտորակիր։ Եթե դու քո Հայաստանի ներսում դու ամբողջ պայքարը զրոյացնում ես, դու անձնազոհության գաղափարը զրոյացնում ես, իսկ պատերազմը դա բացի ժամանակակից տեխնոլոգիաներից, խերքից, մտքից, կամքից, դա նաև անձնազոհություն է։ Իսկ եթե դու 2022 թվականի այդ օրինակը շատ հաճախ եմ բերում, սեպտեմբերին, երբ Ադրբեջան լայնամասշտաբ գործողություններ սկսեց, մենք 200-ից ավելի զոհ ունեցանք, մենք ունեցանք շատ դաժան պատերազմական հանցագործություններ մի 3-4 օրվա մեջ, դրանից 2-3 տարի հետո Նիկոլ Փաշինյանը միջոցառում է անմետ օրը։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը հորինում է իր համար մի օր, գնա Եռաբլուր, որպեսզի չտեսնի այդ մարդկանց, որոնց հարազատները զոհվել են պատերազմում, որոնց հարազատներից կյանքն են դրել անձնազոհություն պայքարը։ Ուրանում է այդ պայքարը, գաղափարը, գալիս ասում է, գիտեք, դուք սխալ եք պայքարում, սխալ եք հասկացած, սխալ տեղ եք կռվում։ Ու դու ուզում ես, որ հետո մարդիկ այդ սիրուն սարքած դիրքերը տեսնեն ու ասեն մենք պատրաստ ենք պատերազմին, դու մարդկանց մեջ, մարդու մեջ սպանում ես ամենակարևորը՝ իր ոգին։ Ու դա նես չի, որ ասում մենակ հոգի ուզուտ դա։ Չէ, մարդը եթե ինքը իր մեջ կամք չունենա ու ցանկություն չունենա, ոչ ոք իրեն չի ստիպել այդ կռիվը տալ։ Իհարկե, նույն 90-ականներին մենք այդպես չի որ ռազմական կամ քանակական գերակայություն ունենք Ադրբեջանի նկատմամբ։ Դե 90-ականների կռիվը առհասարակ եթե մի քիչ ուսումնասիրում ես ցավոք մենք ժամանակ շատ փոքր ենք եղել, որ ոնց կենտանի հիշողություն ունենա, բայց երբ ուսումնասիրում ես դու հասկանում ես, որ դա անպատկերացնելի դաժան պայմաններում ձեռք բերված հաջողություններ, որ այդպես էլ չգնահատվեց տարիների ընթացքում։ Մեր սերունդը չհասկացավ ու նույն դպրոցներում, համալսարաններում մի քիչ սովորեց, որ հասկանա թե այդ հաղթանակը ինչ դաժան փորձությունների գնով էր ձեռք բերել ու ինչ էր պետք անել այդ հաղթանակը պահելու եւ դրան հաջորդող այդ գործընթացները թույլ չտալու համար։ Հիմա վերադառնանք ամերիկյան միջնորդության նորից եւ թարգմանք։ Մի ճանապարհ, որը կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների բավական հակասական մի նախագահի կողմից, որը հակասական է ոչ միայն ներկայում, այլ common sense, ողջամիտ բանականությունը ասում է, որ հակասական է լինելու նաև ապագայում։ Եթե Միացյալ Նահանգներում վարչակազմ փոխվի, արդյոք հաջորդ վարչակազմը նման նախանձախնդրությամբ ձեռնմուխ կլինի մի ճանապարհի կամ մի ծրագրի կենսագործմանը, որը կրում է Թրամփի անվանումը։ Ես հիշում եմ, որ 2-3 օր առաջ Եվրոպական խորհրդարանի խոշորագույն քաղաքական խմբակցություններից մեկը Instagram-ում մի հատ հոլովակ էր հրապարակել Թրամփի ելույթից կտրված այն հատվածներ, որտեղ նա գովերգում էր Փաշինյանին եւ Ալիևին, եւ մի քիչ սարկազմով ասում էին, որ խաղաղությունը հայտարարությունների մասին չի, խաղաղությունը ճնշումով ստեղծելու մասին չի, խաղաղության համար պետք է նախադրյալներ, խաղաղության համար պետք է որ բոլոր կողմերը լսված լինեն, խաղաղությունը նորմեր են, իրավունքներ են եւ այլն, ակնարկելով բնականաբար արցախահայության իրավունքները եւ այլն։ Դուք որքանով եք իրատեսական համարում թրիփի իրագործումը, գիտեմ որ հարցը բավական բարդ է, որովհետեւ թրիփի մասին շատ բան դեռ հայտնի չի, միայն ծրագիրն է հայտնի, նպատակներն են հայտնի, բայց սա իսկապես քաղաքական ժամանակի մեջ կենսագործելի բան է։ Մենք պիտի հաշվի առնենք, որ 2 տարի հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամեն ինչ պատտվելու ընտրությունների շուրջ։ Մենք 2 տարի ժամանակ ենք, այսպես ասած, թրիփի համար։ Ասեք, մի հետաքրքիր բան հիշեցրիք, որ էլի ուշադրությունից դուրս էր մնացել, երբ Վենսն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ ասուլիս էին անում, Վենսի խոսքերից մեկը վերաբերվում էր հենց պաշտպանողականության ավելացմանը որպես խաղաղության երաշխիք։ Եվ բառացիորեն ասած խաղաղություն զսպման միջոցով։ Այսինքն այդ նախադասությունը որում Ադրբեջանում չի հնչել բավականին այլ շեշտադրումներով։ Ներողություն թատել եմ, որ թարգմանիչը դա սխալ թարգմանեց։ Եթե ուշադիր եք եղել, ես ճիշտ ասած անգլերենն եմ լսել, հայերենը չեմ լսել։ Restraint բառը զսպում չսարպալեցին։ Հա, դե երևի լեզվի իմացությունը այդ բանը ունի, որ դու կարողանում ես ուղղակի օրիգինալով լսելու, սխալ թարգմանչի սխալ ելույթներով չգնալ, բայց իրականում դա շատ հետաքրքիր էր, այսինքն որ ամերիկյան կողմը որպես միջնորդ խոսում է զսպումների կարևորության մասին, որպես խաղաղության երաշխիք, ու դա իսկապես այդպես է։ Եթե անգամ 3 տարի, 2 տարի հետո Ամերիկայում վարչական փոխվի, ընդ որում ոչ միայն Թրամփը ուղղակի գնա, այլ օրինակ դեմոկրատները կան իշխանության,
Ես ամերիկյան հարցերով փորձագետ չեմ, կանխատեսումներ չեմ անի, բայց ընդհանուր առմամբ կասեմ, որ աշխարհը բավականին ցինիկ է եւ ինչ ասես կարա լինի շատ կարճ ժամկետներով։ Դրա համար Հայաստանը ունի մոտավորապես 2-3 տարի ժամանակ։ Ու կկարողանա ինքը նույն ամերիկյան կողմի միջնորդությունը, նույն հնարավորությունները եվրոպական մայրաքաղաքների հետ օգտագործել այդ զսպումների մեխանիզմները ստեղծելու համար, կկարողանա հանրային որոշակի առողջացում ապահովել, բնականաբար Նիկոլ Փաշինյանը չի կարող եւ չի ուզենալու անել, բայց առհասարակ եթե կա հնարավորություն առաջիկա ընտրություններում, ես կարծում եմ հնարավորությունը կա հասնել իշխանության փոփոխության, գալիք ղեկավարությունը պետք է հստակ ունենա այդ տեսլականը եւ դա պետք է լինի բացարձակ առաջնահերթություն, որովհետեւ այսքան տարի անց խաղաղության դարաշրջանում հռչակված, երբ սոցիոլոգիական հարցումներ են անում, առաջին հարցը անվտանգությունն է, որ մարդկանց ուզում է։ Ինչ վերաբերում է թրիփին, ապա ես կարծում եմ դրա հետ կապված անորոշությունները այնքան շատ են, դեռ ներդրումներ ներգրավելու խնդիր կա, դեռ տարբեր հարցեր քննարկելու խնդիր կա, ընդ որում ինչքանով ես եմ հետևում պաշտոնական հայտարարություններին, Ադրբեջանը մի քիչ այլ բան է պատկերացնում, Հայաստանն ու ամերիկյան կողմերը այլ բան են, Հայաստան չգիտեմ առհասարակ ինչ է պատկերացնում, ուղղակի ասում են ինքնիշխանություն բառը ասեք, ինձ ամեն ինչ նորմալ է։ Այդ բանը շատ հետաքրքիր էր, ասում եմ մենք նման բան առաջարկում ենք ռուսական կողմին, այս վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ չի ասաց, այս բառերը լինեն համաձայն ենք։ Չեմ հասկանում, ընդհանրապես իհարկե կարևոր է որ այդ բառերը լինեն, բայց բովանդակային առումով դու խոսում ես ինքնիշխանությունից, Ադրբեջանի պահանջով սահմանադրություն ես փոխում, դու խոսում ես տարածքային ամբողջականությունից, իրական Հայաստանից ու քո տարածքները օկուպացված են, դու խոսում ես անկախությունից եւ հզորացումից, քո հայրենակիցները Բաքվում գերեվարված են, այսինքն էլի կարաս այդ բառերը շատ լավ բառեր են ու ականջահաճո եւ կարեւոր, բայց կապված է թե դու ինչ բովանդակություն ես դրա տակ դնում։ Ու մի բանը, որ անդադ կրկնում ես, նշանակում է ինքդ քեզ համոզելու խնդիր ունես երևի դրա մեջ։ Ասում եմ, էլի քաղաքական գործիչներ որ բաներ ունեն, որ պետք է շուշուտ կրկնեն, որ հանրության ուղեղը մտցնեն, բայց այս պարագայում որ, չգիտեմ, եկավ ավելի համոզվեցի խաղաղության մեջ, մի հատ գնում ասի, հիմա ավելի շատ եմ համոզվել, դա չի աշխատում, եթե այդքան շատ ուզում ես, մենք էլ մի քիչ համոզվենք, հենց արագ 19 հոգի այդքան։ Եվ ես կարծում եմ թրիփի շրջանակի վերաբերյալ հայտարարությունը համատեղ հայ-ամերիկյան։ Հայ-ամերիկյան թե վերջինը։ Այնտեղ բառեր կային գրված, օրինակ Հայաստանի ինքնաիշխանությունը անքննարկելի է։ Դուք շատ լավ ծանոթ եք միջազգային փաստաթղթերի, միջպետական փաստաթղթերի, այդ բառամթերքը, որ օգտագործված է, կարծես թե հատուկ օգտագործված է, որ Հայաստանի իշխանություններին թույլ տա այդ բառերից կախվելու եւ այդ բառերի մասին խոսելու։ Դե հենց դա իհարկե իրենք կարող են ուզել այդ բառերը, որ դրանցից կախվեն այդ բառերից ու իրենց ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցեն, բայց դրա հիման վրա այդ բովանդակություն, այսինքն միշտ փաստերը դրանք երկաթյա երևույթներ են։ Ես էլ կուզեի տենց մի քիչ շատ ավելի վարդագույն ակնոցներով ամեն ինչին է։ Ես տեսնում եմ հնարավորություններ, անկեղծ եմ ասում, եթե ես համեմատում եմ իրավիճակը 1 տարի առաջվա ռիսկերի հետ, իսկ այդ ժամանակ պատերազմի վտանգը շատ իրական էր ու հաշվի առնելով մեր իրավիճակը, չգիտեմ դա ինչով կարող էր ավարտվել, այս իրավիճակում գոնե, այո, այսօրվա դրությամբ մենք պատերազմի իրական սպառնալիք այսօր չունենք, մենք չենք կարող այսօր ասել, որ գիտեք Ադրբեջանը կարող է հարձակվել, բայց Ադրբեջանը ստեղծում է այդ հիմքերը Թրամփի օրինակ իշխանության չլինելու դեպքում կամ Ամերիկայում ինչ որ իրավիճակները այլ ուղղությամբ գնալու դեպքում ինքը պատրաստում է սցենար, Ադրբեջանը չի բացառել պատերազմական սցենար, Ադրբեջանը գող չէ թրիփից, ես կարող եմ դες վստահ ասել, այնինչ ինքը ուզում էր, ինքը դրան կարող էր հասնել ռազմական ճանապարհով, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը որևէ կերպ չգնաց խաղաղ բանակցություններով հարաբերությունների եւ հարցի կարգավորումը, որովհետեւ ինչքան վատն լինեին այդ բանակցությունները, ինքը չէր ստանալու այն, ինչ ունի այսօր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները բնականաբար առանցքային են եւ ցանկացած իշխանության եւ նախկինում եւ ապագայում բախվելու է Ամերիկայի հետ հարաբերությունների եւ դժվարությունների եւ հնարավորությունների, ընդ որում Ամերիկայի նման հարաբերություններն աշխարհի բոլոր պետությունների որևէ երկրի համար Ամերիկայի հետ հարաբերությունները հեշտ ու անգամ Իսրայելի համար, անգամ Իսրայելի համար իհարկե։ Եվ այստեղ ձեր խոսքից ես տպավորություն ստացա, որ մենք պիտի շատ հստակ առանձնացնենք թրիփը եւ ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակային օրակարգը, որոնք կարիք ունեն մշտապես օրը օրի զարգանալու, որտեղ ամերիկյան ներգրավվածությունը ըստ էության հնարավորություն է զսպման մեխանիզմներ աշխատացնելու համար։ Այստեղ կարծում եմ թրիփը չպիտի խանգարի կամ գուցե թրիփի վրա չարժի շատ կենտրոնանալ, որտեղ անորոշությունները շատ են։
Ինչ կարծիք ունեք։ Ես կարծում եմ ընդհանուր առմամբ հաստատ թրիփի դեմ հանդես գալ իմաստ չունի, որովհետև նախանորոշությունները շատ են եւ հստակեցումները շատ են, հետո ի վերջո այս բայդրությամբ դու դեռևս չունես այն հնարավորություն, ինչ որ տարբերակներ առաջարկես, լուծումներ առաջարկես այդ կարողությունները դեռ չես զարգացրել բավարար, որ ասես ես իմ հարցերը կլուծեմ։ Տեսեք, նույն թրիփի հետ կապված, եթե ինքնիշխանություն բան տենց այդ տերմիններով գնանք, պետք է դա լիներ հայ-ամերիկյան երկկողմանացություն, Ադրբեջանի ստորագրություն տեղ չպետք է լիներ, որովհետև դա մեր մասին է, մեր տարածքի մասին է։ Բայց Ադրբեջանի ստորագրությունը այդտեղ կա։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը Վենսի այցից հետո իր հարցազրույցում այնպես է խոսում, դա ներդրումային ծրագիր է Հայաստանի ու Ամերիկայի միջև։ Շատ հոյական, բայց Ադրբեջանի ստորագրությունը ինչի դրա մեջ կա։ Այդ մասով իրականում շատ կարևոր բան հիշեցրեցիք։ Տեսեք, մենք Ամերիկայի հետ կապված հարաբերություններում եւ առհասարակ տարբեր տեղերում, հատկապես Միացյալ Նահանգներում, ունենք մի կարևոր առավելություն, որը այսօր իշխանությունները դարձել են թիրախ եւ պայքարի օջախ, դա Սփյուռքն է։ Ես միշտ ասում եմ, որ մենք ունենք այդ 3 ձեռքով ամենակարևոր որոշում կայացնողներին հասնելու հնարավորություն, այսինքն 3 զանգով, այսպես ասեմ, դա շատ քչերով է։ Դա շատ քչեր այդ հնարավորությունը ունեն, հայկական կողմը հնարավորություն ունի եւ բացարձակ չի կարողանում դա օգտագործել։ Նույնիսկ Սփյուռքի մեջ պառակտումներն են շատ, իրար հանդեպ այդ ճշնամանքն է շատ, իրար դակփորելն է շատ հաճախ իրանք ավելի կենտրոնանում են իրար դեմ գործողություններում, քան իրական հակառակորդին կամ իրական խնդիրները լուծմանը հասնելու գործողություններում։ Ուզում եմ ասեմ, այդ առումով մենք բացառիկ առավելություն ունենք, տեսեք, բոլորը խոսում են գլոբալ ազգ լինելու մասին։ Հնդիկները, չինացիները գլոբալ ազգ է, շատ տարածված է։ Մենք լինելով գլոբալ ազգ, չենք ուզում լինենք գլոբալ ազգ։ Ասում ենք, չէ, տվեք մենք այս 29743, որոնցից մի 240 կիլոմետրն է օկուպացված, ուղղակի հանգիստ ապրենք, գլուխներս էլ չենք բարձրացնի առանձնապես, որ մեզ չտեսնեք։ Իսկ բոլորը ձգտում են ավելի ցանցային ժողովուրդ լինելու, ցանցային ազգ լինելու, դրանով հարցեր լուծել։ Մենք այդ հնարավորությունը բոլորովին իրական ունենք շատ ազդեցիկ սփյուռքահայեր, մարդիկ, որոնք մի քիչ տենց ցինիկ ասեմ, կարող են Թրամփի կամ Վենսի կամ Ռուբեի հետ ուղղակի երեկոյան նստել վիսկի խմել, ու մենք այդ ամենը չենք օգտագործում։ Ըմբռնում ես իշխանությունների հերթական գլուխգործոցը Ամերիկայի հայկական շահերի պաշտպանության գլուխգործոց բնականաբար ճակերտավոր Ամերիկան հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից այն էր, որ առաջին անգամ Հայաստանի կառավարությունը վարձեց ամերիկյան լոբիստական կազմակերպության հայկական շահերի պաշտպանության համար, այսպես կոչված։ Ես պատկերացրած հայկական շահերի պաշտպանության։ Ընդ որում հայկական եւ թուրքական շահերի պաշտպանության, ընդ որում հայկական եւ թուրքական լոբիների հայկական լոբիի շահական տարբերությունը թուրքական լոբիի համար կայանում էր նրանում, որ մենք էթնիկ հայկական սփյուռքը էթնիկ լոբինգ էր իրականացնում, իսկ թուրքական սփյուռքը վարձու լոբիստական գործունեություն էր իրականացնում։ Եվ այս առումով Նիկոլ Փաշինյանը Ամերիկան հայկական շահերի պաշտպանությունը փորձեց էլի հավասարեցնել այն գործողությունները, որ Թուրքիան է ձեռնարկում։ Միջազգային շատ կարևոր բան հիշեցրիք, ուղղակի դա էլ ասեմ, եւ չչարաշահեմ մեզ լսողների ժամանակը, տեսեք, Նիկոլ Փաշինյանը երբ ինչ որ կողմի, օրինակ ամերիկյան կողմին եւ այլն, երբ փորձում է հարաբերությունների մեջ լավություն անել, դա անում է Հայաստանի Հանրապետության հաշվին, այսինքն Հայաստանի Հանրապետության հետ կապված որ զիջումներ է անում։ Իսկ դրա օգուտները վերցնում է բացառապես իրեն, իր անձին։ Այսինքն ինքը դա չի վերածում էական օգուտի Հայաստանի Հանրապետության համար երկարաժամկետ։ Եթե դա այդպես լիներ, ես դա կհամարեի քաղաքական որոշակի առևտուր, բայց ինքը շահում է, տալիս է մեր հաշվի, բայց վերցնում է ամբողջ կրեդիտները իրեն անձնապես փորձելով իրեն ներկայացնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Ալիևի մարտն է ներկայանում, չի ներկայանում Ալիևի մարտն է, բայց դրա հետ մեկտեղ փորձում է ներկայանալ որպես ամերիկյան կողմի մարտ, եվրոպական կողմի մարտ, մեկ-մեկ Պուտինի մարտն էլ է, չգիտես ինչու մենակ Հայաստանի մարտը չի։ Հուսանք գործընթացները կզարգանան այլ ուղղություններով առաջ գալիս։ Կգտնենք Հայաստանի մարդուն առաջիկա դրություններում։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ադրբեջան-ամերիկյան հարաբերությունները եւ դրան առնչվող տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար տաղավարում հյուրընկալել էինք ադրբեջանագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանին։